Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է ու ընթանում է, վարչապետն է հայտարարել լրագրողների հետ ճեպազրույցում։ Նիկոլ Փաշինյանը վաղաշաբաթի ընտրությունից հետո կաթողիկոսին հեռացնելու հնարավորության մասին սոցցանցում գրառում էր արել, որում մասնավորապես նշված էր. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբություն սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ Փաշինյանն արձագանքել է հարցին, ինչ լիցքի մասին է խոսքը, ապա անդրադարձել Մայրաթորում հոգևոր հավաքի մասին հայտարարություններին։ Արձանագրել, որ հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում, իսկ իր հոգևոր կյանքը լիարժեք վերականգնվել է։ Ինչ վերաբերում է լիցքին, հենց այդ լիցքն է, լիցքի մասին է խոսքը, որ վաղաշաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա տեխնացուն հաղթել են եւ ցանկացած քաղաքական տենց իրադարձություն լիցք է տալիս հենց վաղաշաբաթում նույնպես Էջմիածնում նույնպես։ Այսինքն հենց ինչ որ գրել է այդ նկատի ունեի։ Հա ինչ վերաբերվում է Մայրաթորը ազատագրելու գործընթացին, գիտեք շատ տարբեր մեկնաբանություններ կան դրա հետ կապված, բայց այս դեպքն էլ է նա, որ էլի նոր կտակարանի ձևակերպումը շատ պատեհ է, որ ես հաճախ եմ օգտագործում, պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Հոգևոր հավաքը դե ամեն կիրակի հոգևոր հավաքը հենց հոգևոր հավաք է։ Դե գիտեք Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է կտեսնենք։ Նկատի ունեմ, գիտեք ինչ, այդ բաները, որ հայտարարվում է, ի վերջո պետքա նաև արձանագրել, որ դա նաև երկխոսություն է, չէ, հանրության հետ, եւ նաև որոշակի այդ գաղափարին հաջորդում են ուրիշ գաղափարներ, այդ գաղափարներին արձագանքելով մարդիկ ուրիշ առաջարկ են անում, այսինքն ամեն ինչ տենց կարծրացած չի եւ ինքը ճկուն process է։ Նկատի ունեմ այնպես չի, որ որևէ որոշմամբ հաստատել ենք, որ SS, կարևորը որ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալումը, ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետև այդ ապահոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Եվ իմիջիալոց, երբ որ ես ասում եմ, որ հանրահավաք չի, դա պատարակ է եւ ես ուրախ եմ նաեւ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները նրանք ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում։ Ի վերջո այդ ամեն ինչը բան չի, սա ձև չի եւ ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է։ Վարչապետը մեկնել է Ղազախստան, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։
Իսկ մինչև այդ կառավարությունը կամուրջ մուդի մեջ է։ Կարմիր կամրջի բացումից հետո հիշում են, որտեղ ինչ կամուրջ կա, որ նորոգ են։ Վարչապետն է հայտարարել անդրադառնալով Գանձաքար-Իծաքար ճանապարհի հախումի կամրջին, որը պատմամշակութային արժեք է։ Ստեփանավան Օձուն ճանապարհին նույնպես կա պատմական կամուրջ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Մենք հիմա քանի որ Երևանում բանի կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա ինչքան կամուրջ կա, հիմա մենք կամուրջ մուդի մեջ ենք։ Հիշում ենք, էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։ Վայոց ձորի մարզպետի հետ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա, այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա, թե չի երևա, եթե չի երևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք, եթե կերևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք։ Կերևա, պարոն վարչապետ։ Կերևա, ուրեմն տեղել երևի տեսադաշտ բացենք եւ այնտեղ էլ լուսավորենք, էլի պատմական կամուրջ է եւ դա գիտեք ճանապարհին, երբ որ կա հին կամուրջ ռեստորան կա, հին կամուրջ ռեստորանը այդ կամուրջի դիմացն է գետի վրա, արփագետի վրա, էլի շատ գեղեցիկ կամուրջ է եւ լուսավորությունը կլինի եւ մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել էլի պատմական եւ հիմա բարձվել է մասնավոր տարածքում էր, հա հիմա գերակա շահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը եւ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք։ Մինչև երեխայի 6 տարեկան դառնալը ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, որին կգումարվի մինչև 10,000 հետվճարը։ Կառավարությունը փոփոխություն է կատարում ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրում, որն ուժի մեջ էր մտել 2022-ի հունվարի 1-ից եւ ավարտվում է 25-ի դեկտեմբերի 31-ին, այսինքն այս տարեվերջ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարել է, որ հետազոտություններն ու վերլուծությունները նաեւ միջազգային փորձը ցույց են տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդին եւ աջակցում են ընտանիքներին երկարատև։ Առաջարկվում է սա մշտական պետական նպաստի վերածել։ Թորոսյանը եւս մի առաջարկ է արել։ Հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը եւ թե նաեւ միջազգային փորձը եւ թե նաեւ այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որ երրորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից եւ մենք ունենում ենք նաեւ դեպքեր եւ իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա ունենում պարզապես այս գումարի համար եւ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու եւ ըստ էության մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ եւ ես կարող եմ ասել, որ օրինակ 2024 թվականին պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1,5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր է, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացում։ Ես հատուկ նշեցի 4 միլիոն 320-ը, որ ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21,600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ
կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։ Շարունակենք, գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել, մասնակիցները ձայնն են բարձրացրել իրենց խոսքով բռնաճնշումների դեմ։ Հայտարարել են, որ Հայաստանում կա ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Հայաստան խմբակցության պատգամավորներն ասել են, որ մոտ ժամանակներս պաշտոնական հայտարարություն կանեն եւ կսկսեն քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները։ Իշխանությանը հակազդելու ներկայի քայլերն անհամաչափ են, կարծում են նրանք։ Իրավիճակը փոխելու համար ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է լիարժեք գործակցի առնվազն այնպիսի հարցերում, ինչպիսիք են քաղբանտարկյալների պաշտպանությունը, բռնաճնշումներին հակազդելու մեխանիզմների ստեղծումն ու եկեղեցու պաշտպանությունը։ Ակցիայից հետո նրանք երթով շարժվել են դեպի Շենգավիթի դատարան, որտեղ տեղի էր ունենում Բագրատ Սրբազանի եւ մյուս 18-ի դատավարությունը։ Երկրում կան 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, ազգային բարերար, սրբազան հայրեր, Արցախի ու Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ, բլոգերներ, լրագրողներ, զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր այսօր գտնում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար եւ հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության։ Հակազդեցությունը համարժեք է դրսևորվում կամ այս պայն համարժեք չի եւ ես կարծում եմ պետք է հասնենք նրան, որ լինի համարժեք։ Ինչպես պիտի հասնենք, Ժողովրդի կամքով, շարունակական գործողություններով, նախ ասեմ, որ սա մեկ անգամյա ակցիա չի լինելու, սրան հաջորդելու է հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը ազգային ժողովում տեղի ունենալու Հայաստան խմբակցությունը հրավիրել, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության տեքստին միացել, համատեղ տեղի կունենա լսումներ քաղբանտարկյալներ թեմայով, դե պարզ է ՔՊ-ի վերաբերմունքը, ՔՊ-ն դեմ է, չէ, մենք կարող ենք նաև լիագումար տեղափոխել նիստը, բայց մեր համար այդ նիստը ծառայելու է, հրավիրելու ենք պաշտպաններ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպություններ, այսօր հրավիրելու ենք իմիջիալոց նաև դատախազին։ Թող գա ազգային ժողով այդ լսումներին, այն օր որ գնացել էին մարտի 1-ին բեմադրում, թող չորեքշաբթի օրը գա ազգային ժողովի նիստին, որտեղ փաստաբանները, հասարակական քաղաքական հանրային գործիչները կխոսեն բոլորեն ապօրինությունների մասին, ինչ որ անում այսօրվա դատախազը։ Իրապահ համակարգը իշխանությունների վերահսկողության տակ են եւ անկախ որոշումներ շատ քիչ մարդիկ կան եւ շատ քիչ, չգիտեմ, իրապահ համակարգում շատ քիչ հանձնավորություններ կան, նույն դատական համակարգում են, որոնք պատրաստ են անկախ եւ անաչառ որոշումներ կայացնելու։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք եւ այս ակցիան էլ դրա առհավատչանա, որ մեր հասարակության տարբեր շերտերից պետք է միավորվեն այն մարդիկ, որոնք որ այս ընթացքում տարբեր, չգիտեմ, ծառերի հետևներին, չգիտեմ, ինչ որ տենց թփերի հետևին խոսում են անարդարությունից եւ այլ, բայց բահա գալիս է եւ իր մասնակցությունը եւ բողոքի ձայնը պետք է բարձրացնի։ Սա լավագույն շանսն է, լավագույն ձևն է, որպեսզի այն մարդիկ, որոնք մինչեւ հիմա բողոքում են տաներում իրենց, չգիտեմ, խոհանոցներում բողոքում են եւ ասում են, բա ինչ պետք է ժողովրդական ճնշումը լինի եւ պետք է հասկանա այս իշխանությունը, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինքը չի որոշելու, որ ով պետք է նստի, ով չպետք է նստի, դա իր ապա համակարգը պետք է անկախ եւ ազատ գործի, որը որ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես հայտարարվել էր, այսօրվա ակցիան նվիրված է մեր բոլոր քաղբանտարկյալներին, ու ինչպես գիտեք, արդեն հաշիվը կորցրել ենք քաղբանտարկյալների, ոչ մեկ չի անում այդ հաշվարկը, մենակ իրանց թիվը ավելանում է քաղբանտարկյալների եւ այս ապօրինությունները շարունակվում են մեր երկրում։ Ինչպես գիտեք, հոգեվորականներ, բարձրաստիճան հոգեվորականներ են այսօր քաղբանտարկյալ, մենք ունենք կին քաղբանտարկյալ Լիզա Մանթաշյանը, ունենք ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը որպես քաղբանտարկյալ, այսպես կարելի է շարունակել եւ պարզապես քաղաքացիներ, հայրենասեր մարդիկ, եւ ես նույնիսկ վարանում եմ սա անվանեմ քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել Արցախից չհրաժարվելը քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել ցեղասպանության մասին խոսելը քաղաքական պահանջ։
Սա արդեն սենց մեր հայ ինքնության ամենախոր արմատներին հարվածներ են, որ այս իշխանությունը հասցնում է ամեն օր։ Բնականաբար սա իրենց մտահղացումները չեն, սրանք թելադրված են արտաքին ուժերի կողմից, եւ եթե ուղղակի անաչառ աչքով նայենք, կտեսնենք, թե այս իշխանության պաշտոնավարումից ովքեր են ամենաշատ օգուտները խաղել մինչ օրս։ Մեր ձևով շարժման անդամ կալանքից ազատ արձակված Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկում 28 օր եղել է ոչնչի համար, իսկ ազգային բարերար, հայրենասեր ու հայրենանվեր մարդն արդեն 5 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ, եւ դատարանը նրա կալանքը երկարաձգել է եւս 2 ամսով։ Ընդամենը մեր ձևով բարակապակցության համար անձին զրկես ընտանիքից ու աշխատանքից, դա խոսում է միայն վախի մասին, ասուլիսում հայտարարել է փաստաբանը։ Մխիթարյանի կարծիքով Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում էր իշխանությանը։ Ամենազարմանալին ու աբսուրդը իմ համար հենց առաջին իսկ պահից, քանի որ ես նաև փաստաբան եմ 2018 թվականից զբաղվում եմ փաստաբանությամբ, նաև հոդվածներն էին զանգվածային անկարգություն, մի տեսակ ես առնվազն այդ ամբողջ ընթացքում հասկանալով նաև թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը, նմանատիպ քայլեր ես չեմ տեսել, չգիտեմ, տեսակցությունները արդյոք առկա են նմանատիպ բաներ թե չէ, բայց ամեն դեպքում վստահ եմ արտարտ դատարանը այս ամենի պատասխանը շատ մոտ ապագայում կտա։ Այստեղ նաև կուզենամ անդրադառնալ այն հարցին, թե իրականում ընդհանրապես կապ չունի օրինակ անձամբ իմ կալանավորումը, դեպս չգիտեմ, գտնվեցի արտիքը ԿՀ-ում 28 օր, գտնվելու էի 60 օր, թե չգիտեմ 15 օր կամ 8 ամիս, այստեղ հարցն է, որ օրվա իշխանությունները ըստիս փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման кейսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովհետեւ գործողություն չանել ու նաև իմ փաստաբանության մասով չեմ էլ ասում, որը աբսուրդի ժանրից էր, բայց նաև խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, որը նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց։ Սուրճ տպավորություն է, որ մենք այլևս, եթե ինչ-որ մի բան խոսես, եթե ինչ-որ մի բան ասես, դա քո վրա կարող է շատ թանկարժանալ, դա կարող է հասնել նրան, որ դու կալանավորվես ու գտնվես քո ընտանիքից, ընկերներից շրջապատից հեռու, էլ չեմ ասում, օրինակ իմ մասով ասեմ, ես ունեի շատ փաստաբանական գործեր, որոնց մասով շուրջ 30 օր ես չեմ կարողացել զբաղվել այդ մարդկանց գործերով, պաշտպանել իրենց իրավունքները։ Արաբոտյան Գավառ Մարտունի ճանապարհի մոտ 11-րդ կիլոմետրին տեղի է ունեցել պատահար, պարզվել է, որ Սևան Մարտունի գետապ ճանապարհի մոտ 42-րդ կիլոմետրին Opel Magnish-ի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փական ու 2 ուղևորի մոտեցրել շտապ օգնությանը, տուժածները հոսպիտալացվել են։ Հրդեհ է բռնկվել Երևանի Լեպսիուսի առաջին փողոցի տներից մեկում, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկհարկանի տան առաջին հարկում, այն մեկուսացվել է ժամը 7:04-ին, մարվել 7:15-ին։ Խոհանոցը գույքով այրվել է, ջերմահարվել հյուրասենյակը գույքով։ Հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան երկրորդ հարկ եւ հարակից սենյակներ։ Իրանից եկող բեռնատարներում ծխախոտ են թաքցրել, մաքսատանը կանխվել է ներկրման փորձը, մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած բեռնատար 3 տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներգրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, արկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։
Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են։ Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացու նկատմամբ մաքսային կարգավորման մասին օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են Պետ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Նշենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում Ագարակ մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Armflix-ի ձմեռային եթերաշրջանում անակնկալներ են սպասվում, հարթակում շուտով հասանելի կլինի նմանակները սիթքոմի առաջին ու երկրորդ սերիան, իսկ արդեն դեկտեմբերի 2-ին երրորդ սերիան։ Ֆիլմը նկարահանվել է Միացյալ Նահանգներում, օրեր առաջ տեղի է ունեցել պրեմիերան, ավելին տեսանյութում։ Armflix-ի բաժանորդներին աննախադեպ անակնկալ է սպասվում։ Կինոհարթակում ցուցադրվելու է նմանակները 16 մասանի կատակերգական հեռուստասերիալը։ Նկարահանումներն ավարտված են։ Ֆիլմի առաջին ու երկրորդ սերիան նոյեմբերի 27-ին հասանելի կլինի միայն Armflix կինոհարթակում, իսկ օրեր առաջ Միացյալ Նահանգներում կայացել է ֆիլմի ցուցադրությունը։ Իդեպ ֆիլմը նկարահանվել է հենց Միացյալ Նահանգներում։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանը, ռեժիսորն ու առաջին օպերատորը Վահե Մարգարյանը, երկրորդ օպերատորը Սերգեյ Աթանյանը, հնչյունային ռեժիսորը Տիրան Հայրապետյանը, ադմինիստրատորն ու ռեժիսորի օգնականը Լիդա Արաքելյանը, մոնտաժողն Արտյոմ Սահակյանն է։ Այսօր մեր բոլորի համար շատ լավ օր է, իսկականից տոնական օր է եւ հետաքրքիր բան ասենք, էլի։ Այսօր հերթական սերիալներից մեկն է ցուցադրվելու իմ համար մարդիկը առաջի անգամ եմ նկարվել, մասնակցել սերիալի նկարահանմանը։ Ես փորձել եմ մի քանի ժամանակ առաջ Երևանում, երբ որ հավաքված էինք ամբողջ Հայաստանյան իմ սերիալների մի 100-150 հոգի դերասաններով հավաքված էինք, այնտեղ փորձեցին հաշվել, թե սա որ երրորդ իմ սերիալն է, որ ես մասնակցել եմ նկարահանման, հասան 3400, հասան 4000, հասան ու չկարծան հաշվեին։ Այսօր Երևանում եւ այստեղ արդեն խառնվել եմ 7 պրոյեկտ Հայտնի ու սիրված հումորային դերասանները կերտում են բուռն հումորով հագեցած կերպարներ, իսկ զավեշտալի պատմությունները հանդիպում են սիթքոմի յուրաքանչյուր դրվագում։ Նմանակները զվարճալի սիթքոմը Հայաստանից Միացյալ Նահանգներ գաղթած սովորական մարդկանց մասին է, որոնք պատահական եւ ապշեցուցիչ նմանություն ունեն Հայաստանում եւ սահմաններից դուրս ճանաչված ու սիրված դերասանների՝ Աշոտ Ղազարյանի, Արթուր Հակոբյանի, Աշոտ Єդիգարյանի, Հայկ Սարաթիկյանի, Իվետա Єդիգարյանի, Արամ Մխիթարյանի, Սերգեյ Դանիելյանի, Համլետ Չիկի, Լեյլա Թադևոսյանի, Լաուրա Թորոսյանի հետ։ Նրանք ոչ մի կապ չունեն արվեստի կամ բեմի հետ։ Ապրում են Միացյալ Նահանգներում տարբեր մասնագիտություններով, անհաջողություններով եւ առօրյայով։ Այս մարդիկ, իմանալով ապշեցուցիչ նմանության մասին, դիմում են խաբեության։ Էս ինչ էր Արտո։ Գյումրի, մի հատ դերասան կա, Արթուր Հակոբյան։ Հա։ Յանին ցեն ես իրան շատ եմ նման։ Ու այդպես կան գնագարվին։ Արտո։ Հենց նոր ինձ $1 միլիոն գաղափար տվեցիր։ Վաղը ժամը 12-ին կնես մեր տանը։ Սկզբում նրանց ոչ ոք չի տարբերում իրական դերասաններից։ Հերոսները հրավիրվում են միջոցառումների, հարցազրույցների, նույնիսկ առաջարկներ ստանում նկարահանվելու սերիալներում։ Բայց խնդիրները սկսվում են, երբ նրանք հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում։ Ի վերջո, ամեն ինչ կտրուկ բարդանում է, երբ իրական դերասանները նույնպես ժամանում են Միացյալ Նահանգներ։ Շուտով նմանակները միայն Armflix-ում, իսկ դուք շտապ եք բաժանորդագրվել կինոհարթակում վայելելու ամենածիծաղաշարժ սիթքոմներից մեկը։ Սիրելի հեռուստադիտողներ, շուտով է արդեն հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև Armflix հարթակում կարող եք դիտել նմանակները հեռուստասերիալը եւ վստահ եմ, որ դուք ձեր գնահատականը կտաք, բայց մինչ դուք կտաք ձեր գնահատականը եւ կվայելեն մեր հեռուստադիտողները, այսօր Ասատրյանս ռեստորանում տեղի ունենում փակ ցուցադրությունը եւ 1-2 սերիալ մենք այսօր պիտի միասին մեր շատ սիրելի դերասանների եւ նկարահանող անձնակազմի հետ միասին վայելենք։ Այնպես որ մենք մեր ընկերների հետ միասին վայելենք այս հրաշալի հեռուստասերիալի մի 2 հատված եւ հետո արդեն կխոսենք մեր դերասանների հետ հասկանալու կարծիքները։ Արի, Համլետ, արի։
Ինչ կա, լավ ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մայրիկ փախլավաները բոլոր սուպերմարկետներում։ Նայեք, ուրա, խնդրեմ։ Համջան, մի հատ ինձ ասա տեսնենք նկարանումները ոնց ընթացան, գոհ ես այդ process-ից, այդ աշխատանքային process-ից։ Այո, շատ լավ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ 100% գոհ ենք, ինչ ենք, եթե մասենց դերասանները այսպես լավ մարկանց են, լավ սաստավով աշխատի, 100% լավ կլինի։ Իմ համար մեր պարտանք է որպես երես մարկանցը դու աշխատել եմ ցենզավոր մարկանց հետ ու շատ լավ ալնելու Ուսում եմ որոդ կտենակ, կսիրեք ու անպայման հետևեք Artflix-ով և ARTN TV-ով։ Այո։ Այնպես որ շատ շուտով ARTN-ով և Artflix-ով նմանակները մեր շատ սիրելի Համլետչիկի եւ այլ կարան վերջում ասեմ։ Մեր սիրելի արտավազի մայրիկ փախլավաները բոլոր սուպերմարկետներում։ Դե ինչ խոսենք մեր շատ սիրելի դերասանների հետ, սիրելի հեռուստայտողներ, իսկ հիմա դիտենք ֆիլմը, հետո կներկայացնենք։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Պետեր Սիարտոն նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի Ուկրաինայի կառավարությանը գումար ուղարկել այդ երկրում կոռուպցիոն սկանդալի ի հայտ գալուց հետո։ Ուկրաինայում պատերազմական մաֆիա է, գործում է կոռուպցիոն համակարգ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահը վճարները դադարեցնելու եւ անհապաղ ֆինանսական հաշվետվություն պահանջելու փոխարեն ցանկանում է եւս 100 միլիարդ ուղարկել Ուկրաինային։ Սա խնդություն է, լրագրողներին ասել է Սիարտոն Բրյուսելում Եվրամիության գործընկերների հետ հանդիպումից առաջ։ Հիշեցնենք, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտնել էր էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաեւ գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։ Ուկրաինայի արևմտյան Տերնոպոլ քաղաքում Ռուսաստանի կողմից իրականացված դրոնային եւ հրթիռային հարձակումների հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձ է մահացել, այդ թվում եւ 3 երեխա։ Հարձակման հետևանքով թիրախավորվել է բնակելի շենք, վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնց շարքում 18-ը երեխաներ են։ Ռուսական հարձակման հետևանքով տուժել են նաեւ Լվով եւ Իվանո-Ֆրանկիվսկ շրջանները, իսկ Խարկովում վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 476 դրոններից 442-ը, ինչպես նաև արձակված 48 հրթիռներից 41-ը ոչնչացնելու մասին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։
Լիտվական կողմը վերսկսել է Բելարուսի հետ սահմանի երկու անցակետերի աշխատանքը։ Բենյակոնի անցակետում սահմանն անցել են առաջին տրանսպորտային միջոցները։ Նաև սկսել է աշխատել Կամեննի Լոգ անցակետը։ Բելարուսի պետական սահմանային կոմիտեից հիշեցրել են, որ Եվրամիության հետ սահմանին գործում է 6 անցակետ, 4-ը Լեհաստանի, 2-ը Լիտվայի եւ 1-ը Լատվիայի հետ սահմանին։ Հոկտեմբերի 29-ին Լիտվան միակողմանի կարգով 1 ամսով փակել էր Բելարուսի հետ սահմանը։ Ծխախոտի արտադրանքի օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը Վիլնյուսի պնդմամբ սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը։ Ի պատասխան Մինսկը կասեցրել էր լիտվական բեռնատարների անցումը սահմանով եւ կարգադրել էր դրանք տանել վճարովի կայանատեղիներ։ Դրա հետևանքով ավելի քան 1000 լիտվական բեռնատարներ մնացել էին Բելարուսում։ Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած բողոքի ակցիայի 13 մասնակցի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նոյեմբերի 19-ի երեկոյան մի քանի 100 ցուցարարներ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում։ Ոստիկանությունը թույլ չի տվել նրանց փակել փողոցի երթևեկելի հատվածը։ Ցուցարարները երթով շարժվել են Ռուսթավելի պողոտային հարակից փողոցներով։ Ոստիկանությունը հետևելով ցուցարարներին սկսել է նրանց ուղղորդել դեպի Մայթեզր, ինչի ժամանակ էլ կողմերի միջև վեճ է սկսվել։ Կատարվածի հետևանքով ոստիկանները սկսել են ձերբակալություններ իրականացնել։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործողություններից։ Հակառակ դեպքում գերատեսչությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Հայտնել են Համասի ներկայացուցիչները, դա որակելով լրջագույն էսկալացիա։ Ավելի վաղ Ցահալը հայտնել էր, որ Խան Յունիսում զինյալները կրակ են բացել իսրայելցի զինծառայողների վրա, խախտելով հրադադարի համաձայնությունը։ Համասը հերքում է հարձակման բոլոր մեղադրանքները։ Շարժման տվյալով նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։ Միևնույն ժամանակ Human Rights Watch կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է արևմտյան ափում պատերազմական հանցագործությունների համար։ 2025 թվականի սկզբին արևմտյան ափի փախստականների 3 ճամբարներից ավելի քան 30,000 պաղեստինցի է արտաքսվել։ Նրանք մինչև այժմ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ։ Կազմակերպությունը սա որակել է պատերազմական հանցագործություն եւ հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու եւ հետագա ոտնձգությունները կանխելու նպատակով։ Իսրայելի բանակն էլ իր հերթին հայտնել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են, որպեսզի չօգտագործվեն զինյալների կողմից։ Վիետնամի կենտրոնական հատվածներում հորդառատ անձրևների եւ դրանց հետևանքով ի հայտ եկած հեղեղումների եւ սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի։ Անձրևի տեղումները վերջին 3 օրերի ընթացքում գերազանցել են 1500 մմ։ Հեղեղումների եւ սողանքների պատճառով 5 մարդ անհետ կորած է համարվում։ Կառավարության աղետների կառավարման գործակալությունից հայտնել են, որ հեղեղվել է շուրջ 43000 տուն եւ ավելի քան 10000 հեկտար մշակաբույսեր։ Արմինե Գևորքյան, Update լրատվական։ Իսկ եղանակը վաղը դարձյալ կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։